Երեկոյան զբոսանք Երևանում ոչ պաշտոնական հանդիպում հայ գործընկերոջ հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարը Հայաստան այցի մեկնարկը տվեց սոցցանցում հրապարակած կադրերով։ Հաջորդում են պաշտոնական հանդիպումները, որպես նախարար Արարչին Հայաստանում է առաջին անգամ, տնտեսությունից մինչև սահմանազատում ու խաղաղության փաստաթուղթ, բանակցությունների օրակարգը հագեցած էր։ Միրզոյանը պաշտոնակցի հետ զրույցում վերահաստատել է Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Այս ճանապարհին կարևոր գործիք է խաղաղության պայմանագիրը։ Երևանը բարձր է գնահատում Թեհրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիության վերաբերյալ։ Ինչպես եւ Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անկախտելությունը ունի կենսական նշանակություն։ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է, դեմ են միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, իսկ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը ողջունում են, սպասում են դրա ժամ առաջ կյանքի կոչմանը։ Կարծում եմ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն ներսում դիվանագիտության եւ երկխոսության ճանապարհով առանց ուժի կիրառման։ Երևանն առաջարկում է համաձայնեցված պայմանագիրը ստորագրել, Բաքուն նոր պահանջներ է առաջ բերում, կեղծ մեղադրանքներ ներկայացնում հայկական կողմին սահմանին իբր էսկալացիա հրահրելու համար։ Ինչ դիրքորոշում ունի մեր հարավային հարևանն այս հարցում։ Թեհրանում հավանական համարում են հարավային Կովկասում նոր էսկալացիան։ Էսկալացիայի բարձրացման վտանգը տարածաշրջանում գոյություն ունի։ Հուսով ենք Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ այդ վտանգը նվազագույնի կհասցվի եւ տարածաշրջանում կայունության ականատես կլինենք։ Սա բխում է բոլորիս շահերից։ Երբ կստորագրվի պայմանագիրը, կա արդյոք վերջնական համաձայնություն Ադրբեջանի հետ։ Միրզոյանն ասում է, համաձայնեցման առաջին պահից են Բաքվին առաջարկել հստակեցնել ստորագրման տեղն ու ժամը։ Պատասխան պատրաստակամություն չեն տեսել։ Ավելին, Ադրբեջանը նոր նախապայմաններ է օրակարգ բերում։ Ինչ պետք է անենք հարցնում, պետք է շարունակենք աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին այո, չկա ըմբռնում, որտեղ եւ երբ պետք է ստորագրվի։ Մենք ուզում եմ մեկ անգամ եւս ասել, պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավել այդ գործընթացում եւ դնել մեր ստորագրությունը։ Բաքուն համառորեն միջանցք է պահանջում Երևանից, ինչի է պատրաստ Թեհրանը, եթե Ալիևը որոշի ուժով հասնել իր ակնկալիքին։ Իրանցի պաշտոնյան իրենց հնարավոր անելիքները չի բացահայտում, վերահաստատում է միայն արդեն հայտնի դիրքորոշումը սահմանների անձեռնմխելիության, հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու մասին։ Տրանզիտային ուղիները պետք է ձևավորվեն տարածքային ամբողջականության, ազգային օրենքների հարգմամբ, ասում է Արարչին։ Բացի այդ, Իրանը պատրաստ է Հայաստանի հետ պայմաններ ստեղծել տարանցիկ ոլորտում դեպի Սև ծով, Պարսից ծոց եւ Հնդկաստան բեռնափոխադրումները դյուրացնելու համար։ Թեհրանում վստահ են, Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցումն ավելի կհեշտացնի բեռնափոխադրումների իրականացումը։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։